Այսօր մամուլի դիտակերտում հայտնված պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օրերս նշում էր ծննդյան տարեդարձը։ Հունվարի 21-ին Պապիկյանը մի շարք արժանինքների համար ստացել է թանկարժեք նվեր։ Արմյուրէ տեղեկացավ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի համաձայն Սուրեն Պապիկյանը թանկարժեք նվեր է ստացել եւ հանձնել է պետությանը։ Իսկ ով է նվիրողը եւ ինչ է նվիրել։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին ժամանակավոր ղեկավար Էդիկ Հակոբյանը 170 000 դրամ արժողությամբ ժամացույց է նվիրել Պապիկյանին։ Նվերը ստանալու հանգամանքը եղել է օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրված ավանդի Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի հետ զերծ եւ արդյունավետ համագործակցություն ապահովելու համար, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմակերպման 33-ամյակի առթիվ պարգևատրումը։ Ժամացույցի տեխնիկական բնութագիրը հետեւյալն է. Գնոմոն ապրանքանիշի ձեռքի արծաթյա ոսկեզօծ ժամացույց, արծաթյա 925 հարկի 25-ից 26 գրամ ոսկեպատում բարձր որակի ոսկով, ոչ պակաս 3 մկմ, գոտին բնական կաշի, կարմիր տուփով։